Ինչպես ավարտել կրծքով կերակրումը։ Նախևառաջ ուզում եմ ասել, մինչև որ տարիքն է պետք կրծքով կերակրել։ Կրծքով կերակրելը լավ է մինչև 2 տարեկան, եւ բոլոր պաշտոնական աղբյուրները հենց դա են խորհուրդ տալիս։ Բայց ես կարծում եմ, որ պետք է կերակրել երեխային այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ հաճույք է պատճառում։ Եթե դա ձեզ հաճույք չի պատճառում, դուք դժգոհ եք վեր կենում անկողնուց կամ արդեն նյարդայնանում եք, երբ փոքրիկը մոտենում է ու կրծքագեղձ է խնդրում, պետք է ավարտել կրծքով կերակրումը կամ այնպես անել, որ այն ձեզ հաճույք պատճառի, այսինքն կրճատել կերակրումները։ Այսպիսով, ինչ հմտություններ պետք է ունենա երեխան, որպեսզի մենք կարողանանք հանգիստ ավարտել կրծքով կերակրումը։ Առաջին հմտությունը դա հանգստանալն է։ Փոքրիկը պետք է կարողանա հանգստանալ ոչ թե կրծքի վրա, այլ սովորի հանգստանալ առանց կրծքի։ Պատկերացրեք, որ դուք կրծքագեղձ չունեք, ինչպես եք դա անելու։ Դուք ունեք խոսքեր, ունեք ձեռքեր եւ ունեք ձեր փոքրիկին։ Եթե նա ընկել է, տխրել է կամ ինչ-որ բան այնպես չի եղել, ես նկատի չունեմ արտակարգ դեպքերը, երբ դա պատվաստում է կամ նման մի բան։ Մենք պարզապես մոտենում ենք, ասում, այո, դու ընկել ես, մաման էլ երբ ընկնում էր, իրեն էլ էր ցավում։ Մենք շոյում ենք ծնկի հատվածը, խղճում ենք փոքրիկին։ Սա ավելի երկար կտևի, բայց մենք երեխային ոչ մի բանի վրա չենք շեղում, պարզապես հանգստացնում ենք նրան։ Հաջորդ հմտությունը տանը ընտրել այն վայրը, որտեղ դուք կկերակրեք երեխային եւ այդ վայրը դարձնել գաղտնի գոտի։ Մենք ոչ ոքի չենք ցույց տա կրծքագեղձը։ Արի, կրծքագեղձը սա քոնն է ու իմը։ Վերջ, մենք քեզ հետ գնում ենք ու հիմա կերակրվում ենք այնտեղ, աթոռի վրա։ Այդ գոտին չպետք է լինի սննդի գոտի կամ այն վայրը, որտեղ դուք քնում եք։ Նույնիսկ մեկ սենյականոց բնակարանում կարելի է գտնել այն անկյունը, որտեղ կարելի է աթոռ դնել։ Երեխային մի ասեք ոչ բառը։ Դա շատ բացասական է ընկալվում։ Միշտ, երբ տեսնում ենք, որ երեխան ուզում է կրծքագեղձ, պահանջում է կամ խնդրում է կրծքագեղձ, մենք ասում ենք այո բառը։ Այո, ես հասկացա, հիմա կտրամադրեմ կրծքագեղձը։ Այո, դու ուզում ես կրծքագեղձը։ Եկ հիմա գնանք ու մի քիչ այս ափսեները դասավորենք։ Հիմա սա կդնեմ, սա կանեմ։ Իմ բարի, հիմա դու ինձ կօգնես ու մենք կգնանք, հիշում ես, այն տեղը ու ես քեզ կտրամադրեմ կրծքագեղձը։ Ինչ ենք անում մենք։ Մենք միշտ ասում ենք այո, եւ մի փոքրիկ վարժեցնում ենք սպասելու հմտությունը։ Դանդաղ սկզբում 1 րոպե դադար, հետո 2, հետո 3, իսկ հետո արդեն կես ժամ։ Երբ արդեն երեխայի հետ գնում ենք մեր տեղը, երեխան պարզապես մոռանում է ու գնում խաղալու։ Շատ կարևոր է նախազգուշացնել երեխային բոլոր այն իրադարձությունների մասին, որոնք պատրաստվում եք անել, լինի դա հյուր գնալը, թե խանութ գնալը, եւ մենք գիտենք, թե որքան ժամանակ է մեզ պետք լինելու։ Մենք ասում ենք, ես քեզ կկերակրեմ կրծքով մինչև հյուրերը, հետո հյուրերից հետո։ Եթե հասկանում եք, որ երեխան այդքան ժամանակ չի դիմանա, ասում եք, դու կխնդրես կուրծք, այո, 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 ես անպայման քեզ կտամ, բայց մենք կգնանք այն տեղը, որտեղ մեզ ոչ ոք չի տեսնում։ Դու հիշում ես, չէ՞, սա մեր գաղտնիքն է։ Երբ երեխան արդեն գիտի վայրը եւ արդեն լավ է կպչում կրծքին, առաջին 2-3 օրերին կրծքին դնելու հաճախականությունը կարող է ավելանալ։ Մի անհանգստացեք, շատ շուտով դա կտրուկ կնվազի։ Դուք գնում եք որոշակի տեղ եւ կերակրում եք երեխային։ Բայց հետո մենք ուժեղացնում ենք այս գործընթացը։ Երեխան արդեն կարող է հանգիստ սպասել, արդեն ամեն ինչ կարողանում է, հմտությունները կան, հանգստանում է առանց կրծքի, եւ մենք սկսում ենք կողմնորոշվել ըստ իրադարձությունների։ Ես քեզ կուրծք կտամ զբոսանքից առաջ։ Երեխան խնդրում է, իսկ դուք նրան հիշեցնում եք։ Ես հասկանում եմ, որ դու ուզում ես կուրծք։ Այո, ես հասկացա, բայց չէ, որ հիշում ես, ես քեզ կտամ զբոսանքից առաջ։ Մինչ այդ մի քանի անգամ հստակ հանգիստ ասում եք, ես քեզ կուրս կտամ զբոսանքից առաջ կամ զբոսանքից հետո, կամ էլ ուրիշ որևէ իրադարձությունից հետո։ Մենք միասին կգնանք լոգարան եւ լոգանքից առաջ ես քեզ կտամ։ Սովորեք ամեն ինչ բարձրաձայն ասել երեխաներին եւ այդ ժամանակ ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի։ Շատ կարեւոր է, որ ավարտին պատրաստ լինի մայրը, հենց մայրը։ Եվ դա լինի շատ անկեղծ, սրտից, հոգուց եկող։ Որովհետև երբ մայրը ուզում է ավարտել կրծքով կերակրումը, որովհետև Օլեսյան է ասել, մայրը կամ մանկաբույժը կամ ատամնաբույժը ոչինչ չի ստացվում։ Միայն այն ժամանակ, երբ դուք ինքներդ որոշում եք կայացրել եւ ներքին պատրաստակամություն ունեք, կկարողանաք ավարտել կրծքով կերակրումը, որովհետև հենց դուք եք ձեր փոքրիկին ձեռքից բռնած անցկացնելու այդ ճանապարհը։ Որն է կրծքով կերակրումը ավարտելու ալգորիթմը։
Մեզ համար կարևոր է կրճատել կերակրումները ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Մենք միասին մշակում ենք ռեժիմ եւ կրծքին դնելու կանոններ։ Օրինակ, երեխան արդեն գիտի, որ այն պահին, երբ դուք արթնացել եք կամ արթնանալու պահին, դուք կուրծք եք տալիս, հետո կարող եք տալ կամ նախաճաշից հետո, երբ երեխան մի փոքր խաղացել է, երբ դուք կուրծք եք տալիս, կամ արդեն զբոսանքից առաջ եք տալիս կուրծք, կամ էլ զբոսանքից հետո։ Այսինքն երեխան արդեն հասկանում է, որ դուք կուրծք եք տալիս ոչ թե այն ժամանակ, երբ երեխան է ուզում, քանի որ երեխաները կարող են ուզել 24 ժամ շարունակ, այլ այն ժամանակ, երբ դուք եք պատրաստ տալ։ Կա մի միֆ, որ պետք է նախ հեռացնել բոլոր ցերեկային կրծքին դնելները, հետո միայն գիշերայինները։ Բայց դա ընդհանրապես այդպես չէ։ Ինչու՞։ Քանի որ երբ մենք ամբողջությամբ հանում ենք ցերեկային կրծքին դնելը, երեխան ցանկանալով կուրծք, երբ դեռ կրծքով կերակրումը շարունակվում է, միշտ կուզենա եւ գիշերը կփորձի լրացնել այն, երբ դուք չեք կարողանա նրան մերժել։ Այդ պատճառով ցերեկը միշտ լավ է գոնե թողնել 1, 2 կամ 3 կրծքին դնել։ Կարելի է քնից 1 ժամ առաջ կուրծք տալ, դա կօգնի լրացնել եւ երեխան ավելի հեշտ ու հանգիստ կկարողանա կրճատել գիշերային կերակրումները։ Գիշերային կերակրումները մենք կրճատում ենք աստիճանաբար։ Ամենակարևորը առաջին քայլն անելն է։ Առաջին քայլը երեխային սովորեցնել գիշերը քնել առանց կրծքի։ Հենց այստեղից էլ մենք սկսում ենք դա։ Մենք խոսում ենք երեխայի հետ, մի քանի անգամ նրան պատմում ենք, որ ինքը քնելու է։ Գալիս է այն պահը, երբ արջուկներն ու նապաստակները քնում են առանց կրծքի։ Մենք երեխային կուրծք ենք տալիս, երեխան ծծում է, հետո մենք նրան թողնում ենք գիտակցված վիճակում։ Երբ նա ուտում է, մենք ասում ենք վերջացեցիր, հաստատ, դու ծծեցիր կուրծքը։ Վերջ։ Կատարում ենք ռիտուալները։ Կարելի է անել այնպես, որ ասենք վերջ, կուրծքը գնում է քնելու, եւ մենք վերցնում ենք կուրծքը։ Սա անում ենք հարթ, նուրբ կերպով։ Այո, երեխան կարող է տխրել, բայց այստեղ մենք ընտրում ենք այն օգնության ձևը, որը կօգնի երեխային քնել։ Դուք հաստատ կկարողանաք դա անել։ Շատ կարևոր է իմանալ, որ առաջին քունը տեղի է ունենում ոչ շուտ, քան 15-20 րոպե անց։ Ընդհանուր առմամբ, առաջին քունը գալիս է 40-50 րոպե անց այն բանից հետո, երբ մենք վերցրել ենք կուրծքը։ Շատ կարևոր է հասկանալ, որ չի կարելի պարզապես այնպես թողնել, որ երեխան լացի։ Եվ երեխաները միշտ լացում են։ Ինչու՞։ Որովհետև դա սովորական էր։ Նա կուրծք էր ծծում ու քնում։ Իսկ հիմա փոքրիկը հայտնվել է այնպիսի անսովոր իրավիճակում, որը երբեք չի ունեցել։ Մեզ համար կարևոր է գտնել այնպիսի օգնության ձևեր, որոնք կօգնեն նրան քնել։ Մենք կարող ենք սեղմել նրա ձեռքերը, ոտքերը, ելքել, շնչել, մռմռալ։ Մենք կարող ենք միացնել հանգիստ երաժշտություն եւ շատ այլ բաներ անել։ Հիմնականն այն է, որ դուք ցանկանաք օգնել նրան։ Երեխան կհաղթահարի։ Ձեր ներսում պետք է լինի այդպիսի ամուր համոզմունք։ Փոքրիկ, մենք միասին ամեն ինչին կհասնենք։ Դու հաստատ կհաղթահարես։ Դե, դու արդեն հաստատ կարող ես քնել առանց կրծքի։ Եվ փոքրիկը կքնի։ Մի թողեք, որ երեխան պարզապես անտեղի լացի։ Եթե դուք թույլ տաք երեխային լաց լինել 20 րոպե, հետո ասեք, վայ, ես այլևս չեմ կարող, ես չեմ դիմանում։ Եվ ահա այս արտահայտությունը. մամա, ստիպված եղա կուրծք տալ։ Գիտեք, դուք պարզապես տանջել եք ձեր երեխային, այդպես պետք չէ անել։ Ցանկացած սթրես, հոգեբանական սթրես, որը կապված է իրավիճակի փոփոխության հետ, դա դրական սթրես է, որը եւ մայրը եւ փոքրիկը կարող են հաղթահարել։ Որպեսզի գիշերը կրճատենք, շատ կարևոր է, որ հենց այն բանից հետո, երբ մենք սովորեցրել ենք երեխային քնել եւ նա քնել է առանց կրծքի գիշերային սեղանի վրա, կատարենք երկրորդ քայլը։ Այն պահին, երբ երեխան արթնանում է, եթե անցել է 2 ժամից պակաս, դուք անմիջապես սովորեցնում եք երեխային քնել առանց կրծքի։ Սա շատ կարևոր է։ Եթե առաջին պահի մասին ասեմ, այո, դա կարող է դժվար լինել, երկար տևել, բայց դուք կհաղթահարեք։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, որովհետև այս պահին արդեն այլ երեխա է, նրա մոտ արդեն ձևավորվել է այն հմտությունը, որը անհրաժեշտ է քնելու համար։ Հետագայում դուք դեռ միշտ կտրամադրեք կուրծք, երբ նա կխնդրի։ Բայց մենք փոխում ենք իրավիճակը կապված քնելու հետ։ Դուք տալիս եք կուրծք, փորձեք այն մի փոքր շուտ վերցնել։ Լավ, կուրծքը քնում է։ Եվ վերցնում եք կուրծքը։ Եվ փոքրիկը վարժվում է քնելու հմտությանը առանց կրծքի։ Եվ միայն դրանից հետո կարող եք աստիճանաբար կրճատել մնացած բոլոր կերակրումները։
Ինչպես հասկանալ, երեխան սոված է, թե ոչ։ Մայրիկները միշտ անհանգստանում են եւ միշտ տալիս են այս հարցը։ Երեխան 1 տարեկան է։ Նա պետք է քնելուց 1-2 ժամ առաջ առավելագույնը ընտրի։ Դրանից հետո մենք կերակրում ենք երեխային կրծքով։ Դուք իրոք հավատում եք, որ 2 ժամ անց երեխան սոված է։ Իհարկե, ոչ։ Առաջին կերակրումը, որը իսկապես կապված է սովի հետ, լինում է 4-5 ժամ անց։ Մնացած ամեն ինչ կարող եք ինքներդ հետևել, դիտել։ Սովորաբար երեխաները մի քիչ ծծում են, հետո քնում։ Սա պարզապես քնի ուղղություն է։ Մի անհանգստացեք, որ ձեր երեխան սոված է։ Իրականում կրծքով կերակրումը, երբ երեխան իսկապես սոված է, դա միայն առավոտվա կողմ է, երբ երեխան իսկապես ակտիվորեն ծծում է։ Բայց մենք աստիճանաբար կկրճատենք բոլոր կերակրումները։ Այս կերակրումը նույնպես աստիճանաբար կկրճատենք։ Երեխան արդեն կկարողանա ինքնուրույն քնել, եւ սա վերջինը կմնա ավարտի համար։ Փոքրիկը, ունենալով բոլոր հմտությունները, մի քիչ կվշտանա, բայց հաստատ կկարողանա այստեղ քնել։ Եվ այսպես ամփոփենք. Առաջինը՝ գիշերային քնին անցնել առանց կրծքի, հետո երեխան քնում է առանց կրծքի։ Առաջին արթնանալը մեզ մոտ առանց կրծքի է, հետո աստիճանաբար տալիս ենք կուրծքը, քնում է առանց կրծքի, իսկ հետո արդեն այդ կուրծքն էլ ենք անում։ Մարսողական համակարգը պատրաստվում է, երեխան պատրաստվում է եւ վերջ։ Եվ մենք կարող ենք հանգիստ խղճով հանել կերակրումը։ Բայց մեզ մոտ միշտ ամենադժվարը կերակրումն է, այն քունը, որը սկսվում է գիշերային քնով։ Ինչն է այստեղ կարևոր։ Ինչ նրբություն է կարևոր իմանալ։ Փոքրիկները տարբեր կերպ են արձագանքում օգնությանը։ Որոշ փոքրիկների համար շատ կարևոր է, որ մայրիկը լինի կողքին, անընդհատ դիպչի, շոշափի, երգի երգեր, քչի նրա վրա։ Իսկ երկրորդ երեխան նույն գործողություններին կարձագանքի ագրեսիվությամբ, կսկսի հարվածել, ոտքով տալ, գլխին խփել, կծկել ու ամեն կերպ ցույց տալ. Ոչինչ չեմ ուզում, դուր կուրծքս։ Շատ խոսուն է, երբ նման երեխաներին փորձում ենք ոչ թե կուրծքով, այլ օրորոցով հանգստացնել, այդ երեխաները ամբողջությամբ ծրվում են։ Նրանք գոռում են, պայքարում ու չեն թողնում իրենց հանգստացնել։ Այստեղ շատ կարևոր է հենց այս նրբությունը։ Ինձ մոտ գալիս են մայրիկներ ու ասում. Ես 2 ժամ պառկեցնում էի, նա գոռում էր մինչև ուժասպառ լինելը, հետո քնեց։ Սա հենց այն փոքրիկն է, ով չի ընդունում օգնությունը եւ արձագանքում է ագրեսիայով։ Կարևոր է նման փոքրիկների դեպքում, երբ նրանք գոռում են, ոտքերով հարվածում, գլխով բախվում, տալ 5-10 րոպե, որպեսզի նա դա, այո, ինքնուրույն անի։ Դա բարդ է, հոգեբանորեն ծանր է մայրիկի համար։ Բայց եթե մենք հասկանում ենք, որ դա ընդամենը 5-10 րոպե է, եւ հետո փոքրիկը մոտենում է մայրիկին ու իր գործողություններով ասում է՝ օգնիր, հենց այստեղ է, որ մենք օգնում ենք։ Այստեղ մենք արդեն փչում ենք, ձեռքերը եւ ոտքերը սեղմում ենք, եւ փոքրիկը քնում է մեր կողքին։ Դե ինչ, գիշերվա հարցը արդեն լուծեցինք։ Հիմա խոսենք, թե ինչպես քնել, ինչպես կազմակերպել ցերեկային քունը։ Իրականում ամեն ինչ նույնն է։ Այստեղ շատ կարևոր է մթություն ապահովել։ Ռիտուալները մենք անում ենք մի փոքր։ Օրինակ, հիմա ես քեզ հագցնում եմ պիժամա, եւ դու գնում ես քնելու։ Կամ բավական է ասել, արի փակենք վարագույրները, եւ դու կպարկես քնելու։ Ցերեկային քնի համար քնելը արվում է նույն կերպ, ինչպես գիշերային քնի համար։ Օգնությունն էլ նույնն է։ Պարզապես երեխաների համար սովորաբար շատ ավելի դժվար է քնել ցերեկը։ Մենք երբեք դրանից չենք սկսում։ Մենք միշտ սկսում ենք գիշերային քնից, որովհետև գիշերը քնացնելը հաստատ գիտենք, որ կստացվի, իսկ ցերեկը ոչ միշտ։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, երեխաների համար դա ավելի բարդ է, նաև մայրիկների համար հոգեբանորեն։ Եթե երեխան 1 ժամվա ընթացքում չի քնում, ռեժիմը խախտվում է։ Մայրիկի գլխում միանգամից ինչ-որ սարսափներ են առաջանում։ Աստված իմ, հիմա ամեն ինչ կշեղվի։ Ընդհանրապես, այդպես մի արեք։ Միշտ սկսում ենք գիշերային քնից, իսկ ցերեկը անում ենք նույն գործողությունները, ինչ անում ենք քնելուց առաջ։ Առաջին քունը գիշերային քունն է։ Միակ նրբությունն այն է, որ եթե 20 րոպե անց փոքրիկը չի քնել, վերցրեք նրան գրկի, գնացեք լվացեք, պատմեք, որ ամեն ինչ լավ է, կուրծքը քնած է, եւ դուք շատ տխուր եք, որ այն քնած է։ Դե, դուք իսկապես տխուր եք։ Այդպես չէ, 3 րոպե կտայիք, երեխան կքներ, դե, կամ 5 րոպե։ Իսկ հիմա ստիպված եք ավելի շատ ջանք թափել եւ օգնել նրան քնել։ Երբ մայրիկը ավարտում է կրծքով կերակրումը, շատ կարևոր է օգնել ինքն իրեն կրծքի հարցում։
Եթե դա տեղի է ունենում աստիճանաբար, ապա որպես կանոն կուրծքը արդեն պատրաստ է ավարտին։ Եվ երբ մենք դրեցինք վերջին ակորդը, ամեն ինչ արեցինք, առաջին 3 օրերը հաճախ մայրիկների մոտ ամեն ինչ լավ է լինում։ Մայրիկն ասում է. «Ինձ մոտ կուրծքը չի լցվում, անհարմարություն չունեմ, ամեն ինչ լավ է»։ Բայց 3-րդ, 4-րդ կամ 5-րդ օրը հանկարծ լակտոստազ է լինում։ Որպեսզի դա չլինի, շատ լավ է ամեն օր, առավոտյան եւ երեկոյան, սառը դնել կրծքին։ Դուք վերցնում եք ցանկացած սառեցված բան սառնարանից, փաթաթում սրբիչով եւ դնում կրծքին։ Արեք դա ձեր համար որպես վերահսկողություն։ Մի ընդունեք տաք, լավ տաք ցնցուղ, երկար պետք չէ դա անել։ Արագ ընդունեք զով ցնցուղ եւ դուրս եկեք։ Հստակ արգելվում է գոլորշի սաունա եւ տաք լոգանք առաջին շաբաթվա ընթացքում։ Դա կխթանի կաթի հոսքը։ Եթե դուք ավարտել եք կրծքով կերակրումը, բայց դեռ շատ կաթ ունեք, օգնում է հաճախակի սառը դնել, այսինքն բարբերաբար, երբ կուրծքը տաքանում է, մի փոքր լարվածություն կամ անհարմարություն է լինում, մի քիչ կաթը քամում եք։ Մինչ այդ սառը դրեք, հետո քամեք, հետո նորից սառը։ Սառը կարելի է դնել յուրաքանչյուր ժամ։ Վերջին բանը, որի մասին կցանկանայի խոսել ձեզ հետ, տաքունն է տարբեր իրավիճակներում, հիվանդության կամ արձակուրդի ժամանակ։ Այս թեմայով շատ հարցեր կան։ Ուրեմն, ինչն է կարևոր իմանալ։ Երբ երեխան կարողանում է քնել առանց կրծքի, նա արդեն ունի բոլոր հմտությունները, բայց հանկարծ նա հիվանդանում է։ Կամ նրա ատամներն են դուրս գալիս եւ փոքրիկը վատ է զգում, իրոք վատ է։ Մամա, ես ամեն ինչ չեղարկում եմ, ամեն ինչ, ես ոչինչ չեմ անում։ Բա ինչպես։ Ինչու, չեղարկել։ Ոչ, պարզապես պետք է մի փոքր ավելի շատ օգնություն տալ երեխային։ Դա կարևոր է։ Բայց պետք է պահպանել այն հմտությունները, որոնք երեխան արդեն ունի։ Գիշերային քնի ժամանակ քնելը միշտ թողնում ենք, նույնիսկ եթե երեխան բարձր ջերմություն ունի, նրանք արդեն հաստատ կարողանում են դա անել։ Միշտ ամեն ինչ հանգիստ է անցնում։ Գիշերը մենք ավելի հաճախ ենք թույլ տալիս երեխային կրծքագեղձին մոտենալ, թող դա լինի յուրաքանչյուր կես ժամը մեկ, բայց երեխան քնում է առանց կրծքի։ Եվ երբ երեխայի ցավը անցնում է կամ նա առողջանում է, նա պարզապես դադարում է այդքան հաճախ կրծքագեղձին մոտենալ։ Դա ինքն իրեն է տեղի ունենում։ Եթե դուք գնում եք արձակուրդ եւ նախկինում երեխային դնում եք առանձին մահճակալում, իսկ այստեղ առանձին մահճակալ չկա, հանգիստ եղեք, պարզապես հանգիստ, անհանգստանալու կարիք չկա, պարզապես դրեք երեխային ձեր կողքին։ Երբ վերադառնում եք տուն, հենց նույն երեկոյան, երբ վերադարձաք, երեխային նորից տեղափոխեք իր մահճակալը։ Ինչու՞։ Որովհետև արձակուրդը դա արձակուրդ է։ Երեխան կհասկանա, որ արձակուրդին կարելի է այլ կերպ։ Իսկ տունը դա տուն է։ Մենք վերադարձել ենք, դու ունես քո մահճակալը։ Ինչքան էլ հոգնած լինեք, արեք դա հենց առաջին երեկոյան, որովհետև վաղը շատ ավելի դժվար է լինելու։ Եվ շատ հարցեր կան տեղափոխության մասին։ Մենք տեղափոխվում ենք։ Ինչ անել։ Կարելի է մահճակալում։ Ես ուզում եմ մահճակալում։ Ինչ անել։ Իանալի է։ Երբ դուք տեղափոխվում եք, կարող եք անմիջապես երեխայի համար նոր պայմաններ ստեղծել։ Երեխան դա նորմալ է ընդունում։ Մայրը մտածում է, որ պետք է սկզբում հարմարվելու ժամանակ տալ։ Պետք է ամեն ինչ շարունակել այնպես, ինչպես կա։ Օրինակ, համատեղ քուն, չէ՞։ Ոչ։ Եթե ուզում եք մահճակալ, կարող եք անմիջապես երեխայի հետ միասին գնել մահճակալը կամ ընտրել այն միասին։ Նույնիսկ եթե երեխան 1.5 տարեկան է, արեք դա միասին, ցույց տվեք նկարներ։ Պես, ինչպիսի մահճակալ ունես, քեզ մոտ նոր մահճակալ է հայտնվել։ Դուք անմիջապես երեխային դնում եք այնտեղ։ Դա շատ ավելի հեշտ կլինի, քան եթե դա անեք վաղը կամ մյուս օրը։ Նույնը նաև նոր սենյակի դեպքում։ Կազմակերպեք տոն։ Դու հիանալի ես, նոր սեփական սենյակ ունես, առանձին։ Երեխային անմիջապես դրեք այնտեղ եւ ամեն ինչ ձեզ մոտ կստացվի։ Կրծքով կերակրումը կարելի է ավարտել առավելագույնը 2 ամսում։ Սա այն պահից է, երբ շատ են ցերեկային կերակրումները, շատ են գիշերայինները եւ ձեզ մոտ ամեն ինչ վատ է։ Մի ամսում կարելի է ավարտել այնտեղ, որտեղ գրեթե ցերեկային կերակրումներ չկան, միայն գիշերային։ Այդ պատճառով առաջ շարժվեք։ Երբ սկսել եք կրծքով կերակրումը ավարտելու ճանապարհը, մի շփոթվեք, պարզապես քայլ առ քայլ առաջ գնացեք։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի եւ դուք կանցնեք նոր կյանք։ Հավատացեք, պարզապես առավոտյան երեխային գրկել առանց կրծքի շատ հաճելի է։